Բևերը ոչ միայն քաղաքական ուժ է, այլ նաև գաղափարական մեծ հանգույց է, գաղափարների մեծ սերմնացան, եւ մենք գալով խորհրդարանական ընտրություններին մասնակցելով մենք իրականում շատ լուրջ ասելիքներ ունենք, որը որ որոշ քաղաքական ուժեր փորձում են դրան լղոզված ձևակերպումներ տալ, խոսքը վերաբերվում է պատերազմի կամ խաղաղության մասին, ես կխոսեմ պատերազմի կամ խաղաղության ինչպես ձգտել կամ դրա բանաձևը ինչպես պետք է լինի։ Ընդհանրապես պրակտիկայում մեզ հայտնի է, որ պատերազմին որպես հրձիկ կարող է դառնալ պատերազմին անպատրաստ լինելը, այսինքն թևավոր խոսք կա, եթե ուզում ես խաղաղություն, պետք է պատրաստ լինես պատերազմի։ Մյուս հանգամանքը դա աշխարհաքաղաքական տարբեր ուժերի, բալանսների անհավասարակշռությունն է, որը որ այսօր տեսնում ենք աշխարհը նոր վերաբաժանումների եւ նոր դիրքավորման փուլում է գտնվում։ Մյուսը դա իշխանությունների համագործակցությունն է թշնամիների հետ, որը ոչ այնինչ է, քան դավաճանություն, հենց ուղիղ դավաճանություն։ Մյուսը դա պացիֆիզմի գերիշխումն է, այսինքն ագրեսիային չկա պատասխան, որը նորանոր ախորժակներ, նորանոր պահանջներ է ծնում թշնամու գլխում։ Սակայն մեզ տարիներ շարունակ խոստացել էին սկզբում խաղաղության դարաշրջան, հետո խաղաղություն, հետո լղոզված ձևակերպումներ խաղաղության մասին, արդյունքում մենք տեսանք այս վերջին տարիներին պատերազմներ իրար ետևից, զոհեր, նոր պահանջներ, նվաստացում եւ շարունակվող նոր կորուստներ արդեն ծնկած վիճակից։ Ինչ է առաջարկում Բևերը այս փուլում։ Այս ամեն ինչը իմ նշած Հայաստանը իր մաշկի վրա զգում է։ Բևերը առաջարկում է ռեալ ռազմաքաղաքական բալանս տարածաշրջանում։ Ինչ է դա։ ԱՄՆ-ի հետ ոչ ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակ։ Ինչ է սա։ Սա զուտ միայն դիվանագիտական ձևակերպում չէ, սա իրական ռեալ հավասարակշռություն եւ հնարավորություն է Հայաստանին վերականգնելու իր ներուժը, ուղղելու մեջքը, ունենալու տեխնոլոգիապես բարձր զարգացվածության աստիճան ունեցող բանակ, սպառազինություն եւ ազգային բանակի մոդել։ Բայց եկեք ընդունենք, որ ոչ մի դաշնակցություն չի կարող գալ փրկել այն պետությանը, որ իր ներսում չունի ներքին ազգային դիմադրողականություն։ Ինչ ենք մենք առաջարկում այստեղ։ Ազգ բանակ ծրագիրը, որը մենք տասնամյակից ավել տարիներ շարունակ կրկնել ենք, ունենք դրա հիմնադիր դրույթները եւ ամբողջական ծրագիրը, այսինքն ազգ բանակ, որ ժողովուրդը անջատված չի իր բանակից, իր մեջ նախատեսում է սահմանամերձ շրջանների զարգացում, ժողովրդի ուղիղ մասնակցությունը երկրի պաշտպանությանը, ռազմահայրենասիրական դաստիարակություն սերունդներին, որը մեզ կբերի նոր որակի ազգ եւ նոր որակի մոդելի բանակ։ Բևերը կապիտուլացիան չի տեսնում որպես խաղաղություն, այսինքն այն զիջումների մրցավազքի մեջ, որ գտնվում է այս իշխանությունը, Բևերը առաջարկում է կանգնած մեջքը ուղղած խաղաղություն, որը հիմնված է հիմնադիր դրույթի վրա։ Ինչ է սա։ Ռազմաքաղաքական հավասարակշռություն, որը որ սկիզբ կդնի Հայաստանի նոր զարգացմանը։ Մենք տեսնում ենք խաղաղությունը որպես անվտանգության արդյունք, ոչ թե դրա փոխարինողը։ Շնորհակալություն։